Հետևորդների խնդրանքով պատրաստում ենք որսորդական ձողիկներ։ Մենք այստեղ ունենք 1 կիլոգրամ միս, 150 մլ ջուր, ունենք ներկանյութ, փոշի սխտոր ունենք, գրիլ մաուս, աղ եւ տարբեր համեմունքներ։ Այս ամեն ինչը խառնում ենք 1 կիլոգրամ տավարի մսի հետ։ Սկզբից կլցնենք ներկանյութը։ Համեմունքները լավ խառնում ենք։ Այս բոլոր համեմունքները միանգամից լցնում ենք եւ խառնում ենք։ Լավ խառնում ենք։ Հիմա արդեն միսը պնդացավ լավ, ավելացնում ենք 150 մլ ջուր ունենք, լցնում ենք ջուրը։ Եվ լավ խառնում ենք։ Շատ լավ է։ Ահա պնդացել է, լավ խառնեցինք, գնալով արդեն պնդանում է միսը։ Համեմունքները շատ լավ արդեն աշխատում են։ 1 օր կթողնենք սառնարանում կմնա, հետո չորանոցում կչորացնենք։ 1 օր պահեցինք տավարի ֆարշը սառնարանում, հիմա կխառնենք մի հատ, տեսնենք ոնց է ստացվել։ Ահա, լավ ամրացել է, պնդացել է լավ։ Մի հատ լավ կխառնենք հիմա։ Իր գույնը, իր տեսքը շատ լավ ստացվել է։ Մի քիչ կխառնենք, թող թուլանա։ Հիմա մենք պատրաստի ֆարշը լցնում ենք շպրիցի մեջ, ահա մեր շպրիցը, ամենանեղ գլխիկով ենք մենք անցկացնելու, կբացենք հիմա եւ ֆարշը կլցնենք։ Հիմա լցնում ենք ցանցերի վրա, այսինքն հերթականությամբ, բարակ, այսինքն Առաջինը վերջին ֆարշն էլ ենք լցնում։ 1 կիլոգրամից ստացանք 3 ցանց։ Տեղափոխում ենք չորանոցի մեջ։ Առաջինը, երկրորդը եւ երրորդը։ Հիմա միացնում ենք, ջերմաստիճանը կդնենք 75 աստիճանի տակ եւ 6 ժամ կչորացնենք եւ կեփենք։ Ահա ջերմաստիճանը 75 աստիճանի տակ, ստեղ էլ դնում ենք 6 ժամի վրա։ Կչորացնենք, կեփենք, հետո միասին կկտրենք արդեն։ Որսորդական ձողիկները չորացրեցինք, էփեցինք, ահա Շատ սիրուն տեսք են ընդունել ձողիկները, լավ չորացել են։ Հիմա կհավաքենք։ Ահա, առաջինը, երկրորդը եւ երրորդը։ Ահա ձողիկները շատ լավ չորացել են, իսկական գարեջրի համար են։ Իրա գույնը, տեսքը, հոտը շատ անուր, շատ լավ գալիս է։ Ոնց որ միշտ ասում եմ, այդ բույրը ես միշտ զգում եմ։ Չորությունը չափից շատ չոր է, հələ ձեռքով որ անենք, հələ անգամ զգացում է։ Իրա խրթոցից։ Հələ ես միկրոֆոնի մոտ եմ պահում, որ ավելի լավ զգացվի։ Հիմա մի հատն էլ կկտրենք, մեջի կտրվածքը արդեն կերևա։ Շատ
շատ լավ, մեջը հելա, իր յուղի հատիկներն էլ կան, միսը կա, տավարի հլը, կտրվածքը, փոքր, շատ լավ, երևում է։ Շատ լավ, ձողիկներ են գարեջրի համար նախատեսված։ Այս ամենը մենք ստացել ենք 1 կիլոգրամ տավարի մսից։ Դուք էլ պատրաստեք որսորդական ձողիկներ, անպայման ձեզ մոտ կստացվի։